Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ մարտի 5-ին ժամը 21-ին Fly One ընկերության մասկատ Երևան չվերթի տոմս ունեցող եւ ձեռք բերող քաղաքացիները կարող են օգտվել անվճար վերջին տեղափոխումից։ Չվերթը կազմակերպել է Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Չարտերային նախորդ թռիչքը տեղի էր ունեցել մարտի 3-ին։ Երկիր էր մուտք գործել 115 ուղևոր, որոնց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են եղել։ Տարածաշրջանում Իրանի շուրջ ուրեմն իրավիճակի Մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Մերձավոր Արևելքում հայտնված Հայաստանի քաղաքացիները ստիպված են մինչև $1400 վճարել Երևան հասնելու համար, ազգային ժողովում անդրադարձել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը պարզաբանել է, որ պետությունը ստանձնել է քաղաքացիների տեղափոխումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Օմանի օդանավակայան, հոգալով ավտոբուսների եւ կազմակերպչական ծախսերը, սակայն ավիատոմսերի արժեքը մնում է մասնավոր ընկերությունների տիրույթում։ Կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ։ Մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաեւ պահանջը կառավարության նկատմամբ նաեւ այդ տոմսը առնել նաեւ են կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաեւ ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Որքան անլուրջ եք մոտեցել արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, նորից եմ ասում, ձեր կողմից ստեղծված։ Որքանով է Նիկոլ Փաշինյանը լուրջ վերաբերվել արտաքին հետախուզական ծառայության զեկույցներին, թե Իսրայել-Իրան հնարավոր պատերազմը եւ Իրանում անկայունության աճը լուրջ սպառնալիքներ են Հայաստանի համար, որ պատերազմի հենց առաջին օրը ավտոբուսում մեջբերում անհոգ պերաշկի էր ուտում։ Փաշինյանին ուղիղ տեքստով հարցրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որին ի պատասխան Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում գործող ինստիտուտների համար Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը նորություն չի եղել։ Հայաստանում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից, թե վարչապետը որտեղ է կամ ինչով է զբաղված, վարչապետը եւ կառավարությունը հոգ է տարել, որ այդ ինստիտուտները աշխատեն։ Ընդ որում, եթե այն ինչ որ տեղի ունենում Իրանում ձեզ համար նորություն է, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ, այս իրավիճակը տարիներով է զարգանում եւ տարիներ հիմա եթե դուք հնարավորություն ունենայիք, տասնյակ ուրիշ այդպիսի զեկույցներ կտեսնեիք, որոնք եկել են անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով, համապատասխան ընթացակարգերով եւ իհարկե մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին, արտահայտել ենք, արտահայտում ենք։ Իրանի հետ սահման տանող մայրուղում բեռնատարների 3 կիլոմետրանոց հերթ է առաջացել, հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Վարորդների խոսքով խնդիրը մաքսային ձևակերպումների գերծանրաբեռնվածությունն է։ Ավելի վաղ սահմանով անցնելը ժամանակավորապես դադարեցվել էր Իրանում համացանցի խափանման պատճառով։ Բացի տեխնիկական խնդիրներից, Իրանը սահմանափակել է մի շարք ապրանքների, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Պատճառը պատերազմական իրավիճակն է եւ երկրի ներսում սննդի պաշարներ կուտակելու անհրաժեշտությունը։ Իսրայելա-ամերիկյան ուժերի ռմբակոծման ֆոնին առաջին անգամ պատերազմի մեջ է ներգրավվել Թուրքիան։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իրանական բալիստիկ հրթիռ խոցելու մասին։ Իրաքի եւ Սիրիայի տարածքով անցած հրթիռը կործանել է Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային եւ հրթիռային պաշտպանության համակարգը։ Պաշտոնական Անկարան արդեն զգուշացրել է, որ իրավունք ունի համապատասխան պատասխան տալ տեղի ունեցածին։ Երկրի արտգործնախարար Հական Ֆիդանը Իրանին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից։ Թուրքիան կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ նմանատիպ գործողություններից։ Ըստ վերլուծաբանների, տեղի ունեցածը հակամարտության երկարաձգման նոր հիմքեր է ստեղծում։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսետը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք են ժամանում ամերիկյան նոր ստորաբաժանումներ, իսկ Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդուժը մեկ շաբաթվա ընթացքում լիակատար վերահսկողություն կհաստատի Իրանի երկնքում։ Նա շեշտել է, որ մինչև այժմ իրականացված հարվածները միայն սկիզբն են եւ առջևում սպասվում է
են ավելի մասշտաբային գործողություններ, որոնց համար Միացյալ Նահանգներն ունի բարձր ճշգրտության ռումբերի անսպառ պաշար։ Ըստ պատերազմի նախարարի, իրանցի զինվորականները զրկված են կապի եւ հաղորդակցության հնարավորությունից, ինչը կազմալուծել է բանակի կառավարումը։ My generation of veterans carry the names of brothers. Նրանց վերջը եկել է, սա արդար պայքար չէ, եւ մենք հարվածում ենք նրանց, երբ նրանք արդեն ծնկի են եկած, հայտարարել է Հեքսեթը, նշելով, որ ԱՄՆ-ն հաղթում է վճռականորեն եւ առանց գթության։ Միջերկրական ծովի մոտակայքում հունական F-16 կործանիչները որսացել են լիբանանյան անօդաչու թռչող սարք, նախքան դրա մուտքը Կիպրոսի օդային տարածք։ Այս միջադեպի հետևանքով Լեռնակայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։ Ռազմական գործողությունների սրման պատճառով Կատարի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ I stand before you today with one ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ամերիկյան Սուզանավը Շրի Լանկայի հարավային ափերի մոտ խորտակել է իրանական ռազմանավ։ Ըստ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարության տվյալների, աղետի պահին նավի վրա գտնվել է 180 մարդ։ Տեղի փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել միայն 32-ին, որոնք այժմ բուժվում են Գալե քաղաքի հիվանդանոցում։ Չնայած Վաշինգտոնի պնդումներին, Շրի Լանկայի զինվորականները տարածքում որևէ այլ նավ կամ օդանավ չեն նկատել։ Որոնողական խմբերը դեպքի վայրում հայտնաբերել են միայն նավթի բծեր եւ զոհվածների մարմիններ։ Հայտնի է, որ խորտակված նավը փետրվարի վերջին մասնակցում էր Բենգալիա ծոցում անցկացվող ռազմածովային զորավարություններին։ Միևնույն ժամանակ իրանական Խաթամ ալ-Անբիա շտաբը հայտնել է Դուբայում իրականացված հարձակման մասին, որի հետևանքով ըստ իրանական կողմի 100 ամերիկացի ծովային հետևակի զինծառայող է սպանվել։ که بیش از 160 تفنگدار تروریست در آن Эта новость стала известная своей Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել այն տեղեկությանը, թե Հայաստանի արտգործնախարարը փետրվարի 13-ին նամակ է հղել Բրյուսել, խնդրելով ուղարկել ԵՄ արագ հիբրիդային արձագանքման թիմ։ Ըստ արտահոսած տեղեկության, խումբը պետք է աջակցի հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին եւ ապատեգատվությանը հակազդելու գործում։ Զախարովան իր զարմանքն է հայտնել, թե ինչպես է նշված նամակը հայտնվել Ազատություն ռադիոկայանի ձեռքում, հեգնանքով նշելով. первая из, как там было сказано, гибридных атак. Գուցե նրանք ինչ-որ բան կոտրել են կամ գողացել նամակը։ Սա հենց կարող է լինել այն հիբրիդային հարձակումներից առաջինը։ Արտգործնախարարության խոսնակը տեղի ունեցողը որակել է որպես մոլդովական սցենարի ակնհայտ պրոյեկցիա, նշեցնելով անցյալ տարի Քիշնևում ԵՄ նմանատիպ խմբի աշխատանքը։ Միևնույն ժամանակ Մոսկվան ընդունել է Հայաստանի արտարդատության նախարարության պարզաբանումը այն մասին, որ խմբի աշխատանքը չի ուղղվելու Ռուսաստանի դեմ։ Այս ամենը տեղի ունենում կայակալասիկ դեկտեմբերյան խոստումների ֆոնին, որոնք ենթադրում են 15 միլիոն եվրոյի աջակցություն։